Գիրք նվիրելու տոնին ընթառաջ, ինքս ինձ գիրք եմ նվեր արել Հայաստանից, Խալեդ Հոսեյնի օդապարուկ թռցնողն եմ պատվիրել, վարակվել եմ Էթերի Հովանեսյանի օձևներից ու որոշել եմ կարդամ, իսկ սա տանը հագնելու հագուստ է, սա բաց եմ ցույց տամ։ Շոտ հավեսնա սրտիկներով, так, սվարխնա, իսկ սա շալվարան։ Արտակի համար եմ պատրաստել ես ամենը, այս վերջերս գնել եմ շոկոլադե պաստա, որի տակից քսում եմ կարագը, վրան շոկոլադը, ու ինքս ինձ ուտում առավոտյան մի կտոր սա ու թեյ անպայման հետը։ Ինքը շատ է սիրում այս ամեն ինչը, հեսական չեն գա ուտի։ Եվ քայլում եմ Երևանի Աբովյանի փողոցով, կարծես մեկը շշնջում է ծերուն ազատ իր ձայնով, շուր եմ գալիս ու իմ կողքին քարավան է կանգնել, դողնով անցնող դույրը ոչ մի ծաղիկ դեր չունի, կանավանա, ցակավաճառ ծերունի, ծաղիկների անուշ դույրը ոչ մի ծաղիկ դեր չունի, ծաղիկների անուշ դույրը ոչ մի ծաղիկ դեր չունի, Կապես ծմել ես սերացած, սաղտեզանքի հողացակի, կյանքագինում է ծաղկացել, բարի շապուղի դդերքի, ու ծաղիկներ ես բաշանում, բարկում վարում է խավ, ու ծաղիկներ ես նվիրում, ծնծաղիկում անուշավ, ու ծաղիկներ ես նվիրում, ծնծաղիկում անուշավ, կարաբալա, ծաղավաճառ ծերունի, ծաղիկների տանուշ բույրը, ոչ մի ծաղիկ դեր չունի, Բայց ինչքան օրինակ երաշխիքն Յանը տալ է նարակվա Ինչի? Բլոգերություն անել է խմպել է մոտել Եմ բանը, չգիտեմ, ինչ ես թե չէ, Tyra Banks է, որ top model po-amerikanski
Dale, Sasha. Որը։ Top model for American Bana American show-ը 10 քանի աղջիկ հավաքում է, top model են ասում, ֆինանսավորում են մի խոսքով դա կապված, ու հաստատում են նկարել աչքերով։ Չեմ լսում, ինքերով ոնց որ հազում։ Ծամում է։ Вообще ճիշտ է, որ մարդիկ ծաղկում են, երբ որ արդեն արևա դուրս գալիս ու գարնաշունչն է զգացվում։ Եթե նայենք մյուս կողմին, հնարավոր չի, որ գարնաշունչը զգանք, բայց որտեվ ձյուն մի քիչ խամոտ, բայց արև այնքան ջերմացնողը, որ բալկոն կարողացել եմ դուրս գամ ցած կարճաթևով։ Դեռ ձյունը շատ է։ Այսօր մեր մոտ լամաջո փարթի է լինելու, փարթի։ Թե երբ խնջույքը դարավ փարթի, չգիտեմ։ Միս արել ենք, biz դրոժվոյ խմոր ենք արել, ու մի հատ էլ դրոժվոյ, որ հոտ-դոգ անենք, պլյուս ստալիչնի սալատ, այսօր մերոնք մեզ հյուր կկան, վայր է, ալեդեց, կցի չարդի։ Այս մեր միսն է, սրա մեջ մի հատ բիբար է գնացել, 2 հատ սոխ, 3 կտոր դոլկա սխտոր, 3 ինչ սխտոր դոլկա, դոլկա ոնց է հայերեն։ 3 կտոր, 3 գլուխ, հա։ Պճեղ։ 3 պճեղ սխտոր, մի քիչ գինձ, տավարի միս, դրանով չեմ անում ես, էդի արդեն նորմալ չի աշխատում են մեկը եկալ։ Տավարի միս ու գարան միս, աջիկա ենք հավելացրել, տոմատ, պամիդոր ենք հաղացել, Աջիկա, սոմիր տիստան, без дрожжевой, սա էլ дрожжевой տիստան, սասինսկիով հոտ-դոգն է, սուրճում եմ։ Իհարկե դեռ ամբողջությամբ պատրաստ չի, բայց շուտով մեծ դրերը կգան ու ես դժվար թե հասցնեմ նկարել։ Արտակն արդեն ուտում է։ Հույս ունեմ, որ Արտակին այսօր իր պապին կբերի, որովհետև մեր սադիկը գտնվում է մեզնից հեռու, 15 րոպե մեքենայով գնալու ճանապարհ է։ Մի քիչ անհարմար է այս եղանակին հելնել գնալ ավտոբուսով բան։ Դրա համար, քանի որ Արշակն էլ արդեն գործի է, դրա համար հույս ունեմ, որ այսօր պապին կհասցնի բերի Արտակին, թե չէ ես կամ ավտոբուսով պիտի գնամ, կամ պիտի տաքսի նստեմ գնամ գամ։ Իսկ ես ճիշտն ասած տնից ընդհանրապես հավես չունեմ դուրս գալու այսօր, որտեղ երեք գործ ենք եղել, հոգնած եկել ենք տուն, առավոտ շուտ ժամը 6:30 արթնացել ենք, որ հասցնենք Արտակին սադիկ տանենք։ 2 օր առաջ գնումներ էի արել էլի Վայլբրիսից պատվերներ ունեի, վերցրել էի մի հատ սպիտակ վադալասկա վերցրի, ուղղակի հիմա արդեն իրանք թացեն ու կախած են, որ չորանա։ Վադալասկայի վերցրել սպիտակ գույնի, կլոր բացվածքով սպիտակ սովորական երկար բլուսկայի վերցրել։ Այսօր նորից պատվերներ ունեի։ Ինչ-որ մեկը պիտի Վայլբրիսը ջնջի ճիշտն ասած իմ հեռախոսից, որ ես էլ գնումներ չանեմ վբեից։ Վայլբրիսից պատվիրել եմ այսպիսի պլոյկա, որը մազերը ալիքաձև է անում։ Իրականում շատ արագ է ամեն ինչ ստացվում սրանով ու հարմար է ինքը ահավոր։ Քանի որ ես ուզում եի ալիքներ ու բնական ճանապարհով լոքոներ է լինում, ոչ թե ալիքներ, դրա համար պատվիրեցի սա, դեռ չեմ փորձարկել, ընդամենը մի 2 հատ եմ սենց արել, թեթև նորմալ էր, դուրս եկել էր։ Ջինսը այսպիսի վերխ եմ վերցրել ու իր հետ շալվար եմ ման գալիս, մի քանի բան պատվիրել եմ, ոնց որ բոմպեր լինի, ինքը տակն էլ է ռեզինով։ Արտակի համար եմ 2 բան եմ վերցրել։ Այսօր նկատեցի, որ Արտակի չեշկիները արդեն սադիկում հագնելու չի։ Այսօր մի կերպ ինքը դրանք կհագնի։
Եթե իհարկե այսօր բարի ժամ լինի իրանց մոտ։ Իսկ այս մեկը ավելի որակյալ է, ռեզին է, ծակոտիները։ Արտակ որոշել էր թղթից պատրաստել այն ձմեռային սնեժինկաները, որ մենք փոքր ժամանակ կտրտում էինք ու պատահմամբ իհարկե մկրատի միջոցով կտրել էր իր շալվարը։ Ավելի շուտ պաչտանիշկ է քայլալ, պատվիրեցի նորից նույն շալվարից ուղղակի զապաս ունենալու համար։ Իսկ հիմա ուզում եմ խոսեմ մի քիչ Խալայիդ Հոսեյնի օդապարուկ թռցնողը գրքի մասին, որը որ այս վիդեոյի սկիզբն է լինելու, որը ձեզ ցույց եմ տալիս։ Կարդացել եմ իրան դեռ այսքան հատվածը, կեսին էլ անգամ դեռ չեմ հասել, որ ասեմ, բայց այնքան տպավորված եմ ես այս գրքից, չեք պատկերացնի։ Էթերին իրոք ճիշտ էր ասում, որ արժե այս գիրքը կարդալ ու այդ կարդալուց առաջ անպայման ձեր մոտ պիտի ունենաք անձեռոցիկներ, որովհետև զգուշացնում եմ լացելու է։ Որ երեխաների մասին սկզբից պատմությունն է, որոնք ուղղակի դրսում խաղում են, որոնք ընկերներ են, թվում է թե ընկերներ են, որոնցից մեկը մյուսի ծառայի տղան է, իրադարձությունները կատարվում են Աֆղանստանում։ Սկզբի 50 էջը ուղղակի ընկերության տենց մասին է, թե ոնց են իրար պաշտպանում, ինչպես են իրանք իրար հետ ընկերություն անում եւ այլն, բայց 50-րդ էջից սկսած ես մոտավոր եմ ասում 50, որովհետեւ չգիտեմ ինչի տենց է տպավորվել մոտը 50-րդ էջից սկսած իրադարձությունները շատ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում ու այդ անձեռոցիկը, որ սկզբից ասում էի, դրանք ձեզ հաստատ պետք կգան այդ էջերից սկսած, որովհետեւ խոսվում է դավաճանության մասին, խոսվում է նրա մասին, թե բարձր խավը ինչպես է այդ տարիների ընթացքում, իսկ խոսքը 70-ականների, 60-ականների մասին է։ Բարձր խավը շփվում ցածր խավի հետ, ու ոնց է ընդունում իրենց։ Գրքի ընդամենը 100 քանի էջն եմ կարդացել, բայց շատ մեծ սպասումներ ունեմ։ Հույս ունեմ ավելի շուտ, որ վերջում արդարությունը կհաղթի, որովհետև այնինչ կարդացի, ուղղակի իմ համար շատ անընդունելի էր, շատ ցավոտ էր այնինչ որ կարդացի։ Իրականում այդ տհաճ պահը կարդալուց հետո գիրքը փակել եմ ու դրել եմ մի կողմ։ Ես այդ օրը ընդհանրապես այս գիրքը չեմ բացել, բայց ամբողջ օրը ես այդ մտքերով եմ եղել ու հաջորդ օրը նոր ինձ ստիպել եմ, որ շարունակությունը կարդամ, որպեսզի իմանամ ինչա լինում։ Հույս ունեմ վերջը դրական կլինի։ Որոշել եմ, որ կարդալուց հետո կվերցնեմ նաև մնացած Խալայիդ Հոսեյնի գրքերը։ 3 գիրք ունի Խալայիդ Հոսեյնը գրված, առաջինը սա եմ վերցրել, երկրորդը հիշում եմ, որ երբ դեռ Հայաստանում էի, ընկերուհիս ուներ տվել էր, որ կարդայի, սկզբի 2 էջը կարդացել եմ, հետո մի տեսակ չի հետաքրքրել, բայց հասկանում եմ այս գիրքը կարդալուց, որ սկզբի էջերը ուղղակի պիտի թեթև կարդաս ու շատ չխորանաս մեջը, չհիասթափվես, հետո արդեն իրադարձությունները քեզ շատ են հետաքրքրելու։ Ու հույս ունեմ, որ մնացած երկուսն էլ հայերեն տարբերակով կգտնեմ, որովհետև ինձ շատ է օգնում հայերեն կարդալը։ Վերջապես բառապաշարես նորից վերականգնվում է, ինչի համար ես ահա որ ուրախ եմ։ Պահիտակ ես ուղղակի մոռանում էի ինչ-որ հայերեն բառեր ու խոսում էի ռուսերեն, հիմա էլ նենց չի, որ տենց իդեալական հիշում եմ բառերի մի մասը, մենք տանը խոսում ենք հայերեն, ուղղակի երբ դու դրսում ես ու անընդհատ պիտի խոսես իրենց լեզվով, քիչ-քիչ արդեն մոռանում ես քո սեփականը, բառերի հիմնական մասը սկսում ես օգտագործել օտար լեզվով, իսկ այն որ հայերենն եմ գտել, ինձ շատ է ուրախացնում, ռուսերենն էլ է հետաքրքիր կարդալը, բայց բառապաշարի զարգացման համար ինձ հայերեն տարբերակն է պետք ու հույս ունեմ Վալբերեսի մնացած տարբերակներն էլ մնացած գրքերն էլ ունի հայերեն տարբերակներով։ Խորհուրդ եմ տալիս անպայման վերցնել ու կարդալ Խալայիդ Հոսեյնի օդապարուկ թռցնողը գիրքը։